փորձ է արվում նշված նախագծով կարծես թե օրինականացնել կոռուպցիան։ Սա կոռուպցիան արմատախիլ անելու եւ վերացնելու ճանապարհ է։ Մեկ ամիս ծառայելու համար 24 միլիոն, 4 ամսվա դեպքում 18 միլիոն։ Պատկառելի գումարի դիմաց բանակում նվազագույն ժամկետներով ծառայելու նախագծի հեղինակը ՔՊԱ-կան падգամավոր Հայկ Սարգսյանն է։ Կառավարությունը հավանություն է տվել մեծ աղմուկ հանած օրինագծին։ Նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության վերջին նիստում նաև կոռուպցիայի դեմ նարներն էր բերում իբրև հիմնավորում։ Չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհանուր ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան եւ նույն ժամանակ մեծ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվաքանակը։ Տարիներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները մինչդեռ կարծում են պետությունը կոռուպցիան արմատախիլ պետք է անի ոչ թե նման նախագծերի, այլ իրավապահ համակարգի օգնությամբ։ Ունենալով մեծ լծակներ, հանդիսանալով կառավարության ներկայացուցիչներ, այն падգամավորները, նախարարը, հենց պաշտպանության նախարարը ունենալով բնականաբար տվյալներ, թե քանի տոկոսն է քաղաքացիների կոռուպցիոն հիմունքներով ազատվում զինվորական ծառայությունից, պետք է խնդիրը սկսել լուծել հենց այդ տեղից, ոչ թե հասցնել այն փուլին, որ ուղղակի ֆինանսական միջոցներով փորձեն անձանց ազատել ծառայությունից, որը ըստ էության մեծ հաշվով որևէ դրական փոփոխություն չի առաջացնելու երկրի մարտունակության առումով։ Հայկ Սարգսյանը իր նախաձեռնության հիմնավորման մեջ գրել է, որ վերջին 10 տարիներին զորակոչիկների միայն 30-40%-ն է բանակ գնում։ Կոնկրետ թվեր ունի նախորդ 4 տարիներին մինչև զորակոչի տարիքը լրանալը Հայաստանի քաղաքացիությունից 8721 տղա է հրաժարվել։ Գիտի, որ կոռուպցիոն սխեմաներ են գործում հիվանդությունների վերաբերյալ առողջական կեղծ փաստաթղթերի միջոցով։ Ավելին, որ տարկետում ստացած ու ծառայությունից ազատվածների ավելի քան 80%-ի դեպքում հիմքն առողջական խնդիրներն են, բայց չգիտի իր ակնարկած կոռուպցիոն քանի դեպք են իրավապահները բացահայտել։ Կա տարի, երբ ինչ որ հիվանդությունով 0 ազատված կամ տարկետում ունեցող ունենք, կամ թիվը շատ փոքր է եւ ունենք հաջորդ տարի 200 կամ 300 նման դեպք։ Իրավապահները զբաղվում են, բայց դա պետք է իրավապահներին արդեն հարցնեք։ Ազատությունը գլխավոր դատախազություն հարցում է ուղարկել, պարզելու թե նախորդ 2 տարիներին բանակից ազատվելու կոռուպցիոն քանի սխեմա է բացահայտվել, ովքեր են մեղադրյալները, պատասխան դեռ չունենք։ Զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սա կամ նշանակում է, որ մեծ սերունդը առողջական ծանր խնդիրներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկում միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչներ։ Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Վարչապետի հայտարարությունից գրեթե 1.5 տարի անց նրա կուսակից Հայկ Սարգսյանը հայտարարում է. Կա համատարած կոռուպցիա եւ հազարավոր քաղաքացիներ ներգրաված են կոռուպցիոն սխեմաների մեջ եւ սա չի կարելի դնել մի կառույցի պատասխանատվության վրա եւ ասել գիտես ինչ դու պետք է գնաս բացահայտես, այո մենք նման ցանկություն քաղաքական ունենք, հայտնում ենք, չկա վերևից ներքև համատարած կոռուպցիա, չկա քվոտաներ, որ որևէ վայնկոմ կամ որևէ ոստիկանության աշխատող կամ նախարար ունենա անձանց թիվ, ում կարողանա ասել գիտեք ինչ կա սրանց ազատեք կամ սրանց տարգետում տվեք։ Ասում եք համատարած կոռուպցիա կա։ Համատարած, բայց ոչ համակարգային, դա շատ կարևոր է, եթե կոռուպցիա կա ներքևի ուղղակում, որը համակարգված չի եւ բացահայտվելու դեպքում խստագույնս պատժվում են անձինք։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հենց հեղինակի հիմնավորումներում բերած թիվը, որ զորակոչիկների միայն 30-40%-ն է գնում բանակ, համակարգային կոռուպցիայի վկայություն է համարում։ Գումարի դիմաց նվազագույն ժամկետով ծառայելու նախաձեռնությունը այս իշխանության օրոք 2 անգամ տարբեր պատճառներով օրենք չի դարձել։ Եթե 6 տարի առաջ նույն Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը հենց պաշտպանության նախարարությունն էր դեմ դուրս եկել, ապա 2022-ին ռազմական գերատեսչությունն ինքն է առաջարկել վճարել 24 միլիոն եւ ծառայել 4.5 ամիս։
Պատերազմող երկրի համար վտանգավոր օրինագծից մինչև սոցիալական բևեռացման խորացում քննադատությունները շատ են։ Հստակ է, որ նման գումար կարող են այս պահին ունենալ միայն հարուստները, մեծահարուստ խավի ներկայացուցիչները, եւ բանակը կրկին մնում է միջին եւ ցածր խավի անձանց պարտավորությունը, սահմանադրական պարտավորություն այս պահի դրությամբ։ Նախագիծը ոչ թե հարուստների համար է, այլ մեր մյուս խավերի, մեր քաղաքացիների համար, ինչու, որովհետև ձեր նշած հարուստները այսօր էլ չեն ծառայել, երեկ էլ չեն ծառայել, եւ եթե այս փոփոխությունները չկատարենք, առաջիկայում էլ չեն ծառայելու։ Եվ եթե մենք կրկնակի փորձաքննությունը չքրեականացնենք, մենք չենք կարողանալու այս նշված անձանց բերելու կրկնակի փորձաքննության, որպեսզի բացահայտենք, որ իրենց առողջական թղթերը կեղծ են եւ նրանց զորակոչելու պարտադիր։ Քանի դուք միջին խավի քանի ներկայացուցիչ եք ճանաչում, որ 24 միլիոն այսպես հանգիստ կարող է տալ եւ ասել, որ իմ երեխան թող 1 ամիս ծառայի։ Միջին խավի համար 24 միլիոն վճարելը այդպես հեշտ չի կարող լինել։ Ես առաջիկայում նաև կառաջարկել եմ, որպեսզի գումարների թվերը քչացվեն եւ ավելի փոքր թիվ սահմանվի, որպեսզի նաև կոռուպցիայի հետ երբ համեմատում ենք, թվերը լինեն համադրելի։ Եթե մենք գիտենք, որ կոռուպցիոն սխեմաներով, օրինակ 10-ից 20 հազար դոլարի սահմաններում է տատանվում, տարկետում ստանալը կամ ազատվելը, օրինական ճանապարհով կարճատև զինվորական ծառայության հնարավորության թվերը պետք է լինեն համադրելի, որպեսզի այս կոռուպցիոն ճանապարհները մենք փակենք, որպեսզի քաղաքացին հասկանա, որ ես կվճարեմ ավելի շատ, բայց մի փոքր ավելի շատ կամ 2 անգամ ավելի շատ իմ պետությանը եւ դրա պատճառով չեմ հետապնդվի։ Իշխող քաղաքացիական պայմանագրում, ասում էր Սարգսյանը, կան դեմ падգամավորներ։ Քննարկումները շարունակվում են, բայց բացառեց, որ կառավարության դրական դիրքորոշումից հետո խմբակցությունը դեմ քվեարկի։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում նախագծերի փաթեթը կքննարկվի երկուշաբթի, նիստերի դահլիճում 3 շաբթի սկսվող քառօրյայի ընթացքում։